Ղարաբաղի հարցն էլ լուծված, բոլոր հարցերն էլ լուծված է։ Փաշինյանը Համբուրգից առաջարկ է արել Ալիևին համատեղ փակել Արցախ վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցերը։ Բայց արցախցիների վերադարձի հարցը որևէ առնչություն չունի Ադրբեջանի հորինած, գեղձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հետ, ընդգծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Սա շատ հստակ քաղաքականություն է եւ նպատակը ակնհայտ է, քանի որ միջազգային ատյաններում հարցը շոշափվում է, տարբեր բանաձևներ են ընդունել, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, Արցախ, այդ պահանջը չեզոքացնելու համար Ադրբեջանում հնարել են արևմտյան Ադրբեջանի հասկացողությունը։ Արցախի ազգային ժողովի նախագահը եւս ընդգծում է, Արցախ հավաքական վերադարձի հարցը տարբերվում է Ադրբեջանի, Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցից։ Փախստականների վերադարձի մասին երբ որ խոսվում էր Հայաստանի ապրող ադրբեջանցիների եւ Ադրբեջանում ապրող հայերի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդհանրապես կապ չունի եւ այսօր մեկը մյուսի հետ կապվել անիմաստ է եւ սխալ քաղաքականություն է։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անգամ նրանց միջև հավասարություն դնելն է ոչ տեղին համարում։ Ադրբեջանցիները բռնի տեղահանել են նաև Բաքվում, Սումգայիթում գտնվող հայերին, մինչդեռ Հայաստանում ապրող ադրբեջանցիները ինքնակամ հեռացել են։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը։ Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում։ Այդ իրավունքի տերը տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի։ Ես ուզում եմ վերադառնալ իմ տուն, ինձպես շատ արցախցիներ, ասում է Արտակ Բեգլարյանը, եւ Փաշինյանը իրավունք չունի փակված համարել վերադարձի իրավունքի իրացման հարցը, ընդգծում է նախկին պետնախարարը։ Միջազգային պարտավորություններ ստանձնելիս, օրինակ փախստականների մասին կոնվենցիան, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ու սահմանադրությամբ է պարտավորություններ է ստանձնել իրավունքների հետ կապված։ Այդ կոնվենցիայում հստակ գրած է, որ փախստականները վերադառնալու իրավունք ունեն եւ հյուրընկալ պետությունը պարտավոր է առավելագույնը կատարել նրանց վերադարձի համար։ Մենք չենք ասում պատերազմեք, մենք ասում ենք քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանը Ադրբեջանը անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ, սա արդյոք պատերազմ է, թե չէ։ Փախստականների վերադարձի հարցը միջազգային կոնվենցիաներով է ամրագրված, որոնց մեծ մասին միացել է Հայաստանը։ Օրինակ 1951 թվականին փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1993 թվականին, ստանալով նորմատիվ հիմք փախստականների կարգավիճակը ճանաչելու, նրանց իրավունքները պաշտպանելու եւ պետության պարտավորությունները սահմանելու համար։ Ի թիվս այլ օրենքների կոնվենցիաների վավերացմանը Հայաստանը նաև ունի ազգային օրենսդրություն փախստականների եւ ապաստանի մասին օրենքը, որը կիրառում է այս միջազգային կոնվենցիաները, ապահովելով փախստականների իրավունքների իրականացման գործընթացները։ Զրուցակիցներս ընդգծում են, միջազգային իրավունքը թույլ է տալիս Արցախ հավաքական վերադարձը, որին դեմ են Փաշինյանն ու Ալիևը։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։